Արտրոզ եւ արտրիտ, նմանություն եւ տարբերություն։ Այս խնդիրները վերաբերվում են մեր հոդերին, սա նմանությունն է։ Հոդերում եթե լինում է բորբոքային process, ցավ հանգստի վիճակում եւ հնարավոր է այտուցվածություն, կարմրածություն հոդի շրջանում, սա բնորոշ է արթրիթին, այսինքն բորբոքմանը։ Պատճառները կարող են լինել ամենատարբեր, սկսած ձեր աղիների վատ նյութափոխանակությունից վերջացված ինֆեկցիոն ֆոնով, կոկորդային խնդիրներով, ռևմատիկ պրոբլեմներով, բայց այս ամենի հիմքում պետք է կարգավորել օրգանիզմի մաքրումը, ավշային համակարգի վերականգնումը, ինֆեկցիոն ֆոնի վերացումը եւ ճիշտ արյան շրջանառությունը դեպի հոդ։ Սրանով դուք կարողանում եք կանխարգելել, վերացնել պրոբլեմը։ Մենք առաջարկում ենք հատուկ համալիր ծրագիր, բորբոքային process-ների դեմ աշխատելու, տոքսիկացիան վերացնելու, թթվածնային հոսքերը, մազանոթային աշխատանքը, այտուցները, բորբոքումը հեռացնելու նպատակով։ Իսկ արտրոզները, սիրելիներս, դրանք ավելի վերաբերում են տարիքային կամ հետտրավմատիկ վնասվածքային երևույթներին, երբ տեղի ունենում հոդի դեֆորմացիա կամ փոփոխություն արդեն հոդապայուսակի ներսում։ Երբ թուլանում են մկանները, երբ շարժումները արդեն սահմանափակ են լինում, ցավ կարող է չլինել, բայց դուք կարող եք ունենալ շարժումների սահմանափակում, ինչպես նաև խրթխրթոց հոդում, նաև հնարավոր է ընդհանրապես չբացվի, չփակվի հոդը։ Արտրոզները կարող են բնորոշվել տարբեր հատվածներով, ամենաշատը տուժում են իհարկե խոշոր հոդերը, ծնկային, արմունկային, սրունքթաթային, որը տարիքի հետ հատկապես բերում է տարեցների մոտ ավելի լուրջ խնդիրների։ Այս դեպքերում մենք առաջարկում ենք եւս շատ հետաքրքիր մոտեցումներ, ինչպես ինովացիոն տեխնոլոգիաներ, վարժություններ, այնպես էլ տնային օգտագործման հատուկ ներդիրներ, որոնք բավական երկար ժամանակ կրելով, անընդհատ ձեր ոտքի տակ լինելով, համարվում է ձեր երկրորդ սիրտ եւ երկրորդ մերսող սարք։ Ընդհանրապես թթվածնի իոնների օգնությամբ կօգնի վերականգնել հոդի շարժունակությունը։ Այո, թվում է ֆանտաստիկայի ժանրից, բայց այսօր տեխնիկան առաջընթաց է ապրում եւ դուք կարող եք օգտվել այս հնարավորությունից եւս։ Գրում եք արթրիտ կամ արտրոզ բառը մեր էջի ներսում եւ իմ մասնագետները կապվում են ձեզ հետ նշանակելով համապատասխան ծրագրեր։